Դուք միացել եք Տունտեղ հեռուստանախագծի Գարնանային եթերաշրջանի 3-րդ թողարկմանը։ Մենք այս թողարկման ընթացքում շարունակելու ենք մեր հանդիպումները գործընկերների հետ, ինչպես նաև հետևելու ենք աշխատանքներին, որոնք ընթանում են ոչ միայն գրասենյակային, այլ նաև տանը։ Այս 3 ամիսների ընթացքում դուք կարող եք հետևել մեր բոլոր եթերներին ոչ միայն Armenia հեռուստաընկերությամբ, այլ նաև մեր սոցիալական հարթակներով։ Ողջունում եմ մեր բոլոր հեռուստադիտողներին, մենք տեղափոխվում ենք մեր տաղավար, որտեղ զրույցը շարունակելու ենք մեր գլխավոր հովանավոր United Technical Service մասնագիտացված կենտրոնի մասին, իսկ մեր հյուրը այսօր դիզայներ Էլիզա Մկրտչյանն է։ Ողջույն Էլիզա։ Ողջույն Կարեն ջան։ Ողջունում եմ ձեզ Տունտեղ հեռուստանախագծի տաղավարում, ուրախ եմ, որ հանդիպեցինք նաև այս ձևաչափով եւ այսօր քննարկելու ենք մեր երկուսից լավագույն գործընկերոջ մասին։ Խոսելու ենք United Technical Service մասնագիտացված կենտրոնի մասին։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Էլիզա, գիտեմ, որ վերջերս United Technical Service-ի կազմակերպած միջոցառման եք մասնակցել Իտալիայում։ Մեկնել եք Իտալիա եւ հենց տեղում արտադրողից ծանոթացել աշխարհահռչակ կերամոգրանիտե սալիկներին։ Ինչպիսին է դեր տպավորությունը։ Այո, United Technical Service ընկերության կողմից ստացա հրավեր դեպի Իտալիա, Atlas Concord-ի գործարան, ցուցասրահ, նաև այդպես կարելի է անվանել, տպավորություններս շատ ֆանտաստիկ էին, քանի որ այդ ամեն ինչը երբ որ տեսնում ես արդեն իսկ քո աչքով, դա մի ուրիշ թե հաճույք է, թե չեմ կարող նկարագրել, ինչպիսի մեծ բավականություն է, երբ որ արդեն տեսնում ես այդ ամեն ինչը քո աչքերով, դա էլ ավելի է վստահություն ներշնչում։ Շատ լավ։ Ինչպես կգնահատեք ձեր այսպես սեփական զարգացման համար մասնագիտական նմանատիպ այցերը։ Նմանատիպ այցերը դիզայներների համար շատ եմ կարևորում, քանի որ դա մեծ հնարավորություններ է տալիս հետագայում աշխատելու համար։ Կոնկրետ Atlas Concord-ի գործարանում, այն ինչը որ ես ինքս տեսա, միանշանակ կիրառելու եմ իմ պրոյեկտներում, վստահորեն կարող եմ առաջարկել իմ պատվիրատուներին, քանի որ իրենք պրեմիում դասի կերամոգրանիտե սալիկներ են, բազմաերանգ, բազմաֆակտուրա, բազմաչափ, այսինքն այն ամենը, ինչ որ պետք է մեզ կիրառելու, օգտագործելու, հետագայում նաև ոնց որ ասած նախագծերում տեղավորելու համար։ Էլիզա, վստահ եմ համագործակցությունը եղել է United Technical Service-ի հետ ոչ միայն Atlas Concord ապրանքանիշով, այլ նաև Grohe եւ այլ ապրանքանիշերով, որոնք ներկայացված են այս գեղեցիկ խանութ-սրահում։ Ինչպես կարող եք տարբերակել այլ ընկերությունների մոտեցումները եւ United Technical Service-ին։ Միանշանակ նաև ունեցել ենք ուրեմն համագործակցություն Grohe ապրանքանշի հետ կապված, այսպես ասեմ, քանի որ իրենք նաև հանդիսանում են սպասարկման, տեխնիկական սպասարկման կենտրոն, հա, եւ երաշխիքային այո կենտրոն, դա էլ ավելի է հեշտացնում թե դիզայների աշխատանքը, թե ասենք պատվիրատու հաճախորդի, հա, նրանով է հեշտ, որովհետև եթե հանկարծ ունենանք ինչ-որ խնդիր կամ ինչ-որ հարց, իրենց անձնակազմը շատ պրոֆեսիոնալ է իրենց գործում, շատ լավ տիրապետում է ամեն ինչին եւ շատ արագ կարող են հարցի ճշգրիտ լուծումը տալ, այո։ Էլիզա, վստահ եմ, որ ձեր նախագծերում, երբ օգտագործում եք United Technical Service-ում ներկայացված ապրանքատեսականին, նրանք ձեզ մի շարք հարցերում օգնում են։ Այ, ուզում եմ խոսել հենց այդ օգնության մասին։ Որտեղ եք նկատում նրանց աջակցությունը եւ ինչպես կգնահատեք այն։ Աջակցությունը շատ բարձր, գնահատականն շատ բարձր կարող եմ գնահատել։ Ցանկացած հարցով կարող ենք դիմել իրենց, քանի որ շատ պրոֆեսիոնալ անձնակազմ են։ Ամեն հարցի հետ կապված կարող են շատ արագ լուծումը տալ։
Նույնիսկ կարող են վարպետների հետ էլ արագ այդ հարցերը կարգավորել, աջակցել իրենց։ Ես լիովին վստահում եմ United Technical Service-ին, քանի որ գիտեմ ներկայացրած պրոդուկտը, թե իրենց սպասարկման որակը, հա, ինչպես են իրանք այդ ամեն ինչը կազմակերպում, հանգիստ եմ այն առումով, որ այն ինչը որ նախատեսվում է մեր նախագծերում, թե իմ կողմից, թե իրենց կողմից մեր պատվիրատուները կարող են լիովին հանգիստ լինել։ Կհամաձայնվեք, եթե նույնիսկ խնդիրներ առաջանա եւ ապատասխանատվությունը, հա, քանի որ դուք եք խորհուրդ տվել հաճախորդին ընտրել նման պրոդուկտ, ինչ որ առումով դուք կիսում եք, երբեմն էլ ավելին ամբողջ պատասխանատվություն հանձնում եք այս մասնագիտացված կենտրոնին, որովհետև նրանք պատրաստ են, հա, վերցնել իրենց վրա ամբողջ պատասխանատվությունը եւ որևիցե հարց, որ կլինի, շատ արագ լուծում տալ։ Ես ամբողջությամբ վստահում եմ UTS ընկերությանը, քանի որ գիտեմ իրենց բարձր սպասարկման աստիճանը, բարձր տեխնիկական սպասարկման աստիճանը եւ հանգիստ եմ, որ ոչ մի խնդրի առաջ չեն կանգնի։ Դե ինչ Էլիզա, մեզ մնում է շնորհակալություն հայտնել ձեզ մեր նախագիծ հյուրընկալելու համար։ Կարծում եմ մեր սատեոները ձեզ լավ գիտեն, ձեր սեփական հրապարակումներից, փոստերի դիզայնի մասին։ Մենք միշտ ուրախ ենք, որ կան այս ոլորտում նորեկներ, ովքեր ստեղծում են եւ ուղղորդում են հետաքրքիր դիզայն պատմություններ։ Շնորհակալություն։ Ես նույնպես շնորհակալ եմ Կարեն ջան հրավերի համար։ Ողջունում եմ մեր բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր նոր միացան մեզ, մենք տեղափոխվում ենք մեր գլխավոր գործընկեր Classes Decor խանութ սրահ, որտեղ էլ զրույց շարունակելու են պրոյեկտ մենեջեր Իվսիմե Վիրաբյանի հետ։ Ողջույն Իվսիմե։ Ողջույն Կարեն ջան։ Ողջույն։ Առաջարկում եմ այսօր խոսել Classes Decor ընկերության ծառայություններից։ Ես ինքս տարիներ առաջ, երևի թե 10 տարի առաջ օգտվել եմ եւ կարող եմ նշել, որ ամենաառաջի ազդեցիկ, այսպես երևույթը որ նկատեցի, հենց ձեր մոտեցումն է ծառայություններին, որովհետեւ ունեք ծառայությունների մի ամբողջ համալիր փաթեթ, որը չենք կարող գտնել մեկ այլ ընկերությունում։ Առաջարկում այսօր ներկայացնենք դրանք։ Կարող եմ ասել, որ ունենք անվճար խորհրդատվական ծառայություն, այսինքն կատալոգներով այդ հաճախորդի տունը, որի օգնությամբ մեր փորձառու մասնագետները առաջարկում եւ ուղղորդում են հաճախորդներին ընտրության հարցում, տանելով իրենց եւ վարակույրների։ Այո, իհարկե, տանելով իրենց հետ համապատասխան կատալոգներ, տվյալ պահին ինչի պահանջ ունի տվյալ հաճախորդը, այսինքն եթե վարակույրների հետ զուգահեռ նաեւ պետք են շերտավարակույրներ, հեռակառավարման քիվեր եւ այլն, այդ ամեն ինչը տարվում է, այդ տեղում քննարկվում է եւ Բնականաբար աքսեսուարները վարակույրների վերջնական դետալներն են, որոնք ամբողջական են դարձնում պատուհանի տեսքը։ Իվսիմե, այս տարիների ընթացքում վստահ եմ նկատել եք տարբերություն, փոփոխություն, հա, մեր հաճախորդների ճաշակի։ Արդեն ավելի քիչ են այն մարդիկ, ովքեր նախընտրում են այսպես ծանր դասական ոճը, թե դեռևս կան մարդիկ, ովքեր մեծ սիրահար են այդ ոճի։ Իրոք տարեց տարի փոփոխություն նկատվում է, էվոլյուցիա է ենթարկվում, թե ոճը, թե գործվածքները, թե նորամուծությունները շատ ու շատ տարբեր են լինում ու ամեն տարի նորություններ ենք ստանում, մենք էլ գնում ենք ժամանակին համընթաց, տրենդերին համընթաց։ Դասական ոճի սիրահարները մնում են նույնը։ Եթե դասականը իրենց համար մի մասնիկ է ընդունելի, իրենք երբեք չեն փոխվում։ Մեր հաճախորդները, որոնք տարիներ շարունակ մեզանից օգտվում են, ինչքան էլ ինտերիերներ ստեղծեն, չեն կարողանում հրաժարվել այդ ոճից։ Այս շատ հետաքրքիր բան նշեցիք, որովհետև վստահ եմ, որ տարիներ առաջ, հա, օրինակ, իրենց առաջի բնակարանի վարակույրները ընտրելիս, երբ հաջող պատմություն են ունեցել հենց ձեր ընկերության հետ, երկրորդի, երրորդի դեպքում էլ կհամագործակցեն ձեզ հետ եւ այդպես է լինում է։ Բնականաբար մեր հաճախորդների մեծ բանակը ապահովում են մեր նախորդ հաճախորդները, որոնք գոհացած են, բավարարված են մեր ծառայություններով եւ նաեւ ընկերների, բարեկամների ասելով, հայտնելով մեզ բերում են եւ ապահովում են նորանոր հաճախորդներով։ Հրաշալի է։ Նաև մի հետաքրքիր թեմայի մասին եմ ուզում խոսել, գիտեմ, որ դուք Հայաստանում ունեք բավականին մեծ թոք, հա, որտեղ պայստավորում եք լայն տեսականի տեքստիլներ, հա, որոնք առկա են մշտապես։ Մենք Հայաստանում ներկայացնում ենք մեր իսկ բրենդը, Regency Home անգլիական բրենդը, որը նաև ապահովում է ստոկով, նաև
B2B տարբերակ, այսինքն բիզնեսների հետ ենք համագործակցում, կան վարակույրների սրահներ, որոնք նաև ներկայացնում ենք մեր բրենդը, Ստոքի տարբերակը այո կան, մենք կարող ենք տեղում վաճառք անել, նաև իհարկե կարվում եւ տեղադրվում է, դա օգնում է, երբ որ հաճախորդները ժամանակ չունեն, արդեն ինտերիերը ձևավորում են եւ առիթ ունեն, պետքա շատ արագ արվի, մեր ստոքը կարողանում է թույլ տալ այնպիսի տեսականի, որ արագ տեմպերով 2-3 օրվա ընթացքում այդ ամեն ինչը կազմակերպվի, այսինքն կարվի եւ տանենք տեղադրման։ Իսկ եթե այնուամենայնիվ չգտնվի այն տեսականին, այն տեքստիլի տեսակը, որ ցանկանում են, բայց կատալոգում առկա է, հնարավոր է պատվիրել եւ արդեն պատվերով ստանալ։ Պատվերները եւս երկար ժամանակ չի տևում, քանզի օդային տարբերակով ենք բերում Հայաստան, այսինքն 15-20 օրվա ընթացքում, իսկ վարակույրների համար դա բոլորովին շատ ժամանակ չէ, քանի որ ծառայում է ավելի քան 10 եւ 15 տարի, դրա համար մի փոքր սպասել եւ ունենալ քո երազած ինտերիերը հաստատ արժե։ Ես միշտ նշում եմ մեր դիզայներների հետ զրույցում, որ վարակույրների առասրակա տեքստիլի ընտրությունը պետք է հենց նախագծման փուլից սկսել, այլ ոչ թե թողնել ամենավերջում, որովհետեւ մենք եթերից դուրս քննարկում էինք այն թեման, որ շատ հաճախորդներ ամենավերջում են թողում տեքստիլի ընտրությունը, երբ արդեն սպառված են թե հոգեպես, թե ֆինանսապես, եւ արդեն մի տեսակ դժվարությամբ են ընտրում տեքստիլը։ Մի բան, ինչը ամենից կարևորներից մեկն է ինտերիերը, որովհետեւ առանց տեքստիլի դա ամբողջական երբեք չի կարող ինտերիերը լինել։ Լիովին համամիտ եմ դες հետ, որովհետեւ շատ հաճախորդներ են թողնում ամենավերջին этаպին, մտածելով դե շատ է տեսականին, տեքստիլի գործը հեշտ է, բայց ես խորհուրդ կտամ հենց ամենանախնական փուլում, որ արդեն ծրագրում են ոճական, գունային համադրությունը, նաև աչքի տակ ունենալ տեքստիլը, վարակույրների ընտրությունը եւ հորդորում եմ դիմել արհեստավարժ դիզայներների օգնությանը եւ Հայաստանում շատ են նման մասնագետները պրոֆեսիոնալ, որ իրոք ապշած եմ իրենց հետ աշխատելով, թե ինչ ճիշտ խորհուրդներ եւ ինչ ճիշտ ուղղորդումներ են անում իրենց հաճախորդներին։ Նշում նաեւ ես ուզում ավելացնել, որ կարող եք տեքստիլ հավարակույրի համար նույն պատկերով պաստառապատում կատարել կամ նման ավելի մոտ, այսինքն համադրությունները հենց այստեղ կարող եք ընտրել, որովհետեւ դուք ունեք նաեւ լայն տեսականի պաստառապատման համար, ինչպես նաեւ պաստառների մեծ տեսականի, որը կարող է ամբողջական դարձնել արդեն ինտերիերը։ Համադրությունով տարբերակները շատ են, այսինքն վարակույր, պաստառ, ծածկոց, բարձր, նաև պատի պաստառ, նույն համադրությամբ, նույն գործվածքներով, պատկերով, որոնք ընդհանուր մեկը մյուսին լրացնում են եւ իհարկե չեն խանգարում, ուղղակի լրացնում են։ Հրաշալի Երևի մեջ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Կարծում եմ այս 3 ամիսների ընթացքում մեր սատեոները շատ նոր բաներ իրենց համար բացահայտելու, իսկ մենք կհանդիպենք մեր հաջորդ թողարկումներից մեկում։ Առայժմ Դուք դիտում եք Տունտեղ հեռուստանախագիծը, մենք տեղափոխվում ենք Տունտեղ հեռուստանախագծի այս գեղեցիկ տաղավար, որտեղ է շարունակելու եմ զրույցը մեր այս եթերաշրջանի նոր գործընկեր Իննոտեք ընկերության հիմնադիր եւ տնօրեն Միրան Մերաբյանի հետ։ Ողջույն, պարոն Մերաբյան։ Բարև ձեզ։ Պարոն Մերաբյան, առաջարկում եմ մեր հաջելի զրույցը շարունակել։ Նախորդ անգամ խոսեցինք ընկերության պատմության մասին, այսօր առաջարկում եմ խոսել Տոտալ ընկերության բազմաթիվ մասնաճյուղերից։ Այո, Տոտալ ապրանքանիշը շուկայում ունի մոտ 200 մասնաճյուղ, այնները սեփական խանութների ցանցը, պաշտոնական գործընկերները, մոնոբրենդային խանութները։ Տոտալը զարգացման տարբեր փուլերում անհրաժեշտությունը ցույց տվեց, որ պետք է հասանելի լինենք սպառողներին, առավելագույնս մոտիկ լինենք սպառողներին, եւ խնդիր դրվեց ամբողջ Հայաստանում ծածկույթ ունենալու եւ Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում մենք ծածկույթ ապահովեցինք, որտեղ դրթերի մոտ ժամանակներում դուք կտեսնեք Տոտալի խանութները։ Պարոն Մերաբյան, միշտ Տոտալ խանութներ այցելելիս նկատում եմ, որ տարբերություն չեք դնում, հա, խանութը գտնվում է խոշոր հիպերմարկետում Երևանում, թե օրինակ որևիցե մարզի ծայրամասում, այսպես չգիտեմ, գյուղերից մեկում։ Սա միտումնավոր է արված, որպեսզի գրեթե ամեն օր լինի նույն մոդելը ներկայացման։ Այո, քանի որ մենք խնդիր ունենք, նպատակ ունենք Տոտալը ժողովրդական ապրանքանիշ սարքելու, դարձնելու, ամբողջ Հայաստանում խնդիրը դրված է եղել, որ պետք է լինեն նույն մակարդակի խանութներ,
Դերևս մարզերում երբեմն ավելի լավ խանութներ ենք ունենում, քան Երևանում։ Մենք փորձում ենք նոր մշակույթ ձևավորել շուկայում, ինչպեսին պետք է լինի խաղը, պետք է լինի վաճառակետը, ինչպեսին պետք է լինի դասավորվածությունը, մաքրությունը, լուսավորվածությունը, սպասարկումը, մարդկանց վերաբերմունքը, ճիշտ ասած, միտքն սկսել էր այնտեղից, որ մեր թիրախային հաճախորդները հիմնականում վարպետներն են լինում, իսկ վարպետները ամբողջ օրը վատ պայմանների մեջ մեքենաների արհեստանոցներում շինհրապարակում աշխատում են, գոնե միտեղ լինի, որտեղ իրենց լավ զգան, սիրված զգան, լավ միջավայր լինի։ Սա նրանց ամենասիրված վայրն է եւ իրականում դարձել իրենց սիրված վայրը, թե ընդհանուր միջավայրից, թե մարդկանց վերաբերմունքից, նաև մասնավորապես դրա շնորհիվ էր, որ տոտալ, այսպես ասենք, համայնքը ձևավորվեց, մեր հավատարիմ հաճախորդների բանակը ձևավորվեց, որոնց շնորհիվ մենք ավելի եւ ավելի կարողացանք ուժեղանալ։ Պարոն Մերաբյան, նաև դուք լուծում եք շատ կարևոր հարց աշխատատեղերի հետ կապված, որովհետև բազմաթիվ մասնաճյուղեր ունեք եւ ենթադրում եմ, որ բազմաթիվ նաև աշխատակիցներ։ Այսօր քանի աշխատակից ունի տոտալ ընկերությունը։ Այո, իհարկե, տոտալ ընկերությունը աշխատատեղերի հարցը լուծում։ Մեր պաշտոնական գործընկերների մոտ եւ մեր ֆրանշիզայի խանութներում մի քանի 100 աշխատատեղ է արդեն բացվել, որը նաև մուլտիպլիկատիվ էֆեկտով այլ բիզնեսներում եւս աշխատատեղեր է բացում։ Պարոն Մերաբյան, առաջարկում եմ խոսել ֆրանչայզինգի մասին։ Սա ինչ է արտահանում բիզնես մոդելը Հայաստանից դուրս։ Տեսեք, նորից նախապատմությունով մի փոքր սկսեմ։ Տոտալի հետ մեր համագործակցության սկզբում շատ տպավորել էր ցուցասրահը, ինչպես է ձևավորված, որը մեծ արգումենտ հանդիսացավ իրենց այդ համագործակցության սկսելուց։ Նույնը ես իմ թիմին փորձում էի բացատրել, տպավորությունները փոխանցել, ոչ լիարժեք էր ստացվում։ Հիշենք խոսքը, ավելի լավ է մի անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել։ Ամեն դեպքում ես ընդելով բերեցինք ապրանքանիշը Հայաստան, հետո հավաքեցինք առաջի ցուցասրահը մեր մոտ, ես իմ աչքերով տեսնում եմ, թե ինչպես է փոխվում մարդկանց վերաբերմունքը, երբ որ առանձին գործիքներն են տեսնում, ինչ-որ առանձին տուփեր են տեսնում, երբ որ ամբողջական ցուցասրահն են տեսնում։ Դրանից միտք առաջացավ խանութ բացելու, հենց մոնոբրենդային խանութի մասին է խոսքը գնում։ Եթե ճիշտ եմ տիրապետում ինֆորմացիային, մենք աշխարհում առաջի կազմակերպությունը դարձանք, որը թողարկեց, որը սկսեց մոնոբրենդային խանութների գործիքի խանութների ցանց ձևաչափը։ Դա մեր համար ինչ-որտեղ էքսպերիմենտ էր, նույն էմոցիաները փորձում էինք մեր վարպետներին տեղափոխել, մեր բնակիչներին տեղափոխել, եւ իրականում մոդելը աշխատեց, ձևաչափը աշխատեց։ Մենք դարձանք հաջողված կազմակերպություն այդ ասպարեզում։ Իրականում բավականին շատ երկրներից գալիս են եւ եկել են մեր փորձը ուսումնասիրելու, որում իրականում մեր պարտությունն էլ շատ կար։ Միշտ որպես կանոն մենք ենք գնում ուրիշ երկրներում իրենց փորձը սովորելու, այս անգամ իրենք են գալի մեր փորձը ընդօրինակելու։ Նույն մեր փորձը կիրառվեց նաև այլ երկրներում, նշանակալի ցուցանիշներ եղավ։ Միտք առաջացավ ոչ միայն ապրանքը արտահանելու, այլ աշխատանքի տեխնոլոգիաները արտահանելու։ Առաջի փորձերը կիրառեցինք Ռուսաստանում, մի փորձ արդեն եղավ Բելարուսում։ Ասպայն արդեն մեր կազմակերպությունը հանդիսանում է Բելարուսում եւ Ռուսաստանում պաշտոնական ներկայացուցիչը տոտալի եւ խանութների մասով։ Եվ ըստ այն որ առաջիկայում նոր շուկաներ կգրավեն։ Այո, փորձը մեծ հետաքրքրություն ունի տարբեր երկրներում, ներկայային բանակցություններ են գնում այլ տարբեր երկրների հետ։ Մենք լիահավատ ենք, որ այս ձևաչափը մեծ հեռանկար ունի։ Պարոն Մերաբյան, կարծում եմ ամեն ինչ դեր արժևում է ընկերության համար եւ մեզ համար էլ առաջիկա 3 ամիսների ընթացքում շատ բաներ ենք բացահայտելու այս ընկերության, ապրանքատեսակների, ծառայությունների եւ առհասարակ այս ոլորտի վերաբերյալ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, շնորհակալ եմ համագործակցության համար։ Մենք կհանդիպենք մեր ավարտական եթերում եւ կտեսնենք, թե ինչպես հաջողեցինք այս 3 ամիսների ընթացքում մեր այս եթերաշրջանի շրջանակում վերականգնող բնակարանում եւ գրասենյակային տարածքում
օգտագործելով իհարկե տոտալի լավագույն գործիքները։ Շնորհակալ եմ։ Դուք շարունակում եք դիտել «Տունտեղ» հեռուստանախագիծ, իսկ մենք տեղափոխվում ենք մեր այս եթերաշրջանի նոր գործընկեր Raflor ընկերության ցուցասրահ, որտեղ այս զրույցը շարունակելու եմ Շահեն Ինանցի հետ։ Ողջույն Շահեն։ Բարև ձեզ։ Շահեն, առաջարկում եմ շարունակել մեր նախորդ թողարկման ընթացքում սկսած մեր թեման մանրահատակի մասին։ Այսօր առաջարկում եմ խոսել ապրանքանիշերից, որոնք ներկայացված են ցուցասրահում, ինչպես նաև կքննարկենք խնամքի եւ այլ հարցեր։ Ավելի շատ կուզեի խոսենք Barlinek ընկերության եւ Հայնի մասին։ Ինչի համար Barlinek-ի եւ Հայնի, որովհետեւ Barlinek ընկերությունը Եվրոպայի ամենախոշոր արտադրող մանրահատակ արտադրող կազմակերպությունն է եւ այս տարի իր քանակները անցել է 16 միլիոն քառակուսի մետր։ Ինչպես որպես գործընկեր մենք իրենց հետ համագործակցությունը կարևորում ենք մի հանգամանքով, որ իրենք ունենում են ստաբիլ որակ եւ մատակարարման թե քանակների, թե նույն տեսակի ապրանքը նույն որակով է գալիս։ Դա կախված են, այսինքն մեծ քանակներ արտադրող կազմակերպություններն են միայն կարող թույլ տալ իրենց եւ ու ամենակարևորը ինչ գնով մեծ քանակներ արտադրող կազմակերպությունները կարող են լավ գին տան արդյունքում, իսկ մենք կարող ենք նաև այդ լավ գինը փոխանցել մեր հաճախորդներին։ Իդեպ ասեմ, չենք ունենում այն սկզբունքը, միտեղ չգիտեմ դա ոնց մեկնաբանեմ, բայց չենք բարձրացնում 30% զեղչեր մենք չենք ունենում օրինակ։ Մշտական զեղչեր, բայց ունենում ենք օրինակ, այո, ասենք եթե 3% զեղչ ենք ունենում, այդ 3% օրինակ մեր մոտ ավելի արժեք է ներկայացնում, որովհետև ուսումնասիրության արդյունքում երևում է, որ իրոք մեր մոտ արդեն լավագույն գինի։ Եվ իր տուփերի մեջ նաև ունեն նույն չափի մանրահատակները գալիս են նույն չափսերով։ Կան կազմակերպություններ, որոնք անկանոն չափսերով են գալիս, միևնույն է հատակը հավաքելուց, այսինքն տեղադրելուց, փականներով ամրացնելու արդյունքում միևնույն է ինքը նույն հարթությունն է, բայց գործարանային գալիս են նույն չափսերով, որը եւս կարևոր է տեղադրման համար։ Իսկ Հայն ընկերության մանրահատակները հայտնի են իրենց էքսկլյուզիվ արտադրության, բավականին իրենք ավելի արժեքավոր են եւ բարձր սեգմենտի համար են եւ արտադրվում են ոչ թե պահեստավորվում են, այլ հենց պատվերով արտադրվում են։ Ունենք ներկայացված տեսակներ, որոնք մարդիկ կարող են ընտրել ավելի շատ մահաճ հաճախորդները կամ դիզայներները։ Այո։ Իսկ Barlinek-ը առանձնանում է նրանով, որ բարձր որակը կարողանում ենք ունենալ լավագույն գնով։ Դա մեր կարծում եմ այս կազմակերպության հետ համագործակցության լավագույն առաջարկն է։ Հաշալի է։ Շահեն, շատ կարծատիպեր կան, որ շատ դժվար է խնամել մանրահատակը, քանի որ քերծվածքների առումով շատ նուրբ է եւ առհասարակ ինչ որ ժամանակ առ ժամանակ պետք է կրկին մաքրել շերտը, կրկին լաքապատել եւ այլն, սա համապատասխան է իրականությանը։ Կա նման բան, այսինքն կախված այդ տվյալ տարածքի օգտագործելու ձևից, որովհետև խնամքով պահող մանրահատակը կամ ընդհանրապես յուրաքանչյուր նյութ Օրինակ որ գործ ունենք իրական նյութի հետ, իրական ֆայտ ամենքում եւ եթե ասենք որ օրինակ մանրահատակը չի վնասվի, եթե ասենք որ կանացի կոշիկներից բարձրակրում կոշիկներից չի վնասվի, դա այդպես չի, բայց փորձել են օրինակ ինչի համար ենք շեշտում, որ քանի օրինակ 7 անգամ լաքման կամ յուղման process է անցնում, դա ինքը ավելի կարծրացնում է եւ տալիս է իրան որոշակի ամրություն, դրա հետևանքով խոշոր գործարանների արտադրանքները, որոնք ավելի մանրամասը
ուսումնասիրում եւ այդ կարծրացման process-ը անցնում են, շատ կարեւոր է, որ ելի գալիս ենք ընտրությունից, ինչ տեսակի մանրահատակ ընտրենք։ Ով արտադրողը, ինչ ձև են արտադրում, որովհետեւ տենց առաջարկներ շուկայում շատ կան եւ պետք է ընտրել արդեն մի քիչ մասնագիտացված, խորացված ինչ ձևով է արտադրվել այդ տարածքը մանրահատակը։ Ես էլ եմ կողմից ուզում խորհուրդ տալ, որ այդքան շատ մեծ ուշադրություն չդարձնեն, քանի որ մանրահատակը կարող է եւ ունենալ մաշվածություն եւ դա նորմալ է։ Եվ եթե շրջենք եվրոպական երկրներում, նույնիսկ շատ հայտնի թանգարաններում կամ թանկ հյուրանոցներում մենք տեսնում ենք բավականին մաշվածություն ունեցող հատակ, որը նույնիսկ հարգի է, հա, այսպես ասված sophisticated դիզայնի էլեմենտ է, որը շատ ընդունված է այսօր աշխարհում։ Այնուամենայնիվ, եթե իսկապես վնասված է հատակը եւ պետք է վերանորոգել, ինչ լուծումներ կան։ Այդտեղ էլ կախված է ելի ընտրությունից, ինչ մանրահատակ ենք ընտրել, որովհետեւ կան երկու տեսակ հիմնական, դա յուղով եւ լաքով պատված մանրահատակներն են։ Լաքով պատված մանրահատակը վերանորոգելու ժամանակ տեղային վերանորոգման ժամանակ ինքը ցույց է տալիս տարբերությունը ցույց է տալիս լաքի, այո, այսինքն դա պետք է ստիպված լինենք երկար ժամանակ անցնի եւս ավելի շատ վնասվի ու հարթեցվող շերտ, այսինքն հարթեցվի եւ նորից յուղվի կամ լաքվի։ Իսկ յուղով տարբերակները ավելի հեշտ են իրանք հենց տեղային վերանորոգումով, հենց նույն ձևի, նույն գույնի յուղը իր վերանորոգման process-ից հետո ինքը տենց ներծծվում է եւ ամբողջը էլ չի երևում։ Իսկ եթե խոսենք ամենօրյա խնամքից, նայեք, եթե ասեն, որ ինչ որ հատուկ նյութեր կամ որ sense ինչ որ հրաշքներ են գործում, մի քիչ կչափազանցացնեմ, որովհետև կախված է այդ տարածքում եւս ոնց են պահում, որովհետև կարող է նաեւ խոնավ ուղակի շորով մաքրեն եւ երկար տարիներ անցնի, մասնագիտացված հեղուկներով։ Իսկ մասնագիտացված հեղուկներով կարող է ամեն օր անեն, բայց օրինակ ասենք ավելի կարճ տևի, որովհետև էլի կախված է օգտագործման ձևից։ Կիրառման տարբերակ։ Այո, այո։ Շնորհակալ եմ, Շահեն, կարծում եմ մեր հերոսատեղումներին իսկապես հետաքրքրեց ձեր առաջարկող տեսականին, նշենք հասցեն, որտեղ կարող են այցելել, ավելի մոտիկից շոշափել, ծանոթանալ այս ապրանքներին։ Հասցեն երկու հասցե ունենք, հրաչակ կոչար 10 եւ Կոմիտաս 56 հասցեներն են։ Մենք սիրով պատրաստենք շատ նեղմասնագիտական տեղեկատվություն փոխանցել մեր հաճախորդներին եւ թե դիզայներներին, թե ճարտարապետներին այն նախագծերում, որտեղ որ կնախընտրեն մանրահատակ, մենք կարող ենք եւ ընտրության հարցով օգտակար լինել եւ տեղադրման ճիշտ տեղադրման մեթոդների եւ նաեւ իրականացման հետ կապված բոլոր հարցերը կարող ենք հրաշալի ծածկել։ Իսկ եթե փնտրում եք այլ լուծումներ, ապա հետևեք Տունտեղ հեռուստանախագծի եթերներին, որպեսզի ծանոթանանք Raflor ցուցասրահի այլ ապրանքատեսականին։ Կհանդիպենք։ Ողջույն, ձեզ հետ նորից Տոնիկ Տոնիկյանն է, իսկ Կարենը, ոնց հիշում եք, գնացել է շինհրապարակ իմ գործը անելու։ Այսօր խոսելու ենք Տոնիկյան բիլդի փաթեթներից, ձեզ մի փոքր ներկայացնեմ, ինչ փաթեթներ մենք ունենք եւ ոնց կարելի է դրանցից օգտվել։ Ասեմ, որ ոնց կարելի է օգտվելը ամենահետաքրքիր մասն է։ Տեսեք, մենք ունենք 3 հիմնական փաթեթ՝ Start, Comfort եւ Lux։ Ինչով են իրենք տարբերվում։ Start-ը ենթադրում է ամբողջական վերանորոգում, ներառյալ դիզայն, ամբողջ նյութերը, ամբողջ աշխատանքները։ Comfort-ը ներառում է նույն բաները, գումարած, ներկառուցվող կահույք եւ խոհանոցային կահույք։ Նաեւ իրենք տարբերում են մի փոքր դիզայնի ոճով։ Եթե դուք նախընտրում եք մինիմալիստական ոճ, հետեւաբար ձեզ կհամընկնի Start փաթեթը։ Եթե դուք ավելի շատ սիրում եք ինչ-որ կլասիկ դեկորներով հարուստ ինտերիեր, ապա Comfort-ն է ձեր հիմնական փաթեթը։ Ունենք նաև Lux, Lux-ը դիզայնով եւ ոճով շատ նման է Comfort-ին, ինչի համար է ինքը Lux, քանի որ ընդհանրապես ձեզ ազատում է որևէ միջամտությունից։ Դուք բանալներ տալիս եք, վերջում գալիս եք, մտնում եք բնական, որտեղ կա վերանորոգում, կա ամբողջ տեխնիկան, կա ամբողջ կահույքը։ Այսինքն Lux-ի մեջ ներառում է նաև ամբողջ շարժական, անշարժ եւ կահույքը եւ տեխնիկան։ Ինչ վերաբերում է վճարման համակարգին,
ասեմ, որ ունենք շատ հետաքրքիր առաջարկ։ Նախ ստանդարտ փաթեթը, հա, երբ որ մենք վճարում իրականացնում ենք փուլային տարբերակով 30-30-20-20 հարաբերակցությամբ, այսինքն արվում է 30% կանխավճար, որից հետո արվում է աշխատանքների առաջին փուլը, դա կոմունիկացիաներն են, պատերի նախնական հարթեցումը ու նախապատրաստական ելի ինչ-որ անհրաժեշտ աշխատանքներ, օրինակ պլանիրովկայի փոփոխություն։ Առաջին փուլի աշխատանքների ավարտից հետո վճարում եք ևս 30%, որի արդյունքում արվում է երկրորդ փուլի աշխատանքների, դա ընդհանուր բնակարանի հարթեցումն է, վերում է ներկելու պատրաստի վիճակի, որից հետո ևս 20% եք վճարում, ամբողջ աշխատանքները ավարտվում են եւ վերջի 20%-ը արդեն վճարում եք բնակարանը ստանալուց։ Սա ստանդարտ տարբերակն է, բայց ունենք նաեւ մեկ այլ տարբերակ, որի շրջանակներում դուք վճարում եք 30% ևս կանխավճար, իսկ մնացած 70%-ը վճարում եք 12 ամիսների ընթացքում ամեն ամիս հավասար մասերով։ Չկան տոկոսներ, չկան ինչ-որ բանկի հետ թղթաբանություն, ամեն ինչ արվում է մեզ հետ, եւ այս տարբերակը ձեզ հնարավորություն է տալիս խուսափել բանկի տոկոսներից եւ այդ գումարը միգուցե ներդնել ձեր վերանորոգման կամ ինտերիերի վրա։ Հիմա անդառնանք ամենացավալի հարցին, ժամկետների հարցին։ Մեզ մոտ պայմանագրով ֆիքսում են ժամկետները, կախված վճարման մեթոդից, դա կամ 3-ից 4 ամիս է, կամ 4-ից 5 ամիս, եթե ընտրում եք ամսական վճարման տարբերակը։ Այս ամեն ինչը մեր մոտ ֆիքսում է պայմանագրով եւ որովհետեւ հետո խուսափենք, բանենց, մի խոսքով ամեն ինչ հստակ գրված է, ունենք հստակ ժամկետներ։ Դե ինչ, որպեսզի մեր ժամկետները չխախտենք, տեղափոխվենք շինհրապարակ, տեսնենք ինչ անում Կարենը այնտեղ։ Տունտեղ հերթանախագիծը այս եթերաշրջանում համագործակցում է AP Tower կառուցապատող ընկերության հետ։ Ընկերությունը ներկայացնում է Panorama Hills բնակելի համալիրը։ Այս համալիրը կառուցվում է Ուլնեցի 32/22 հասցեում։ Կառուցվելով բարձրատիպ գոտում, այս նախագիծը առանձնանում է իր ֆանտաստիկ տեսարանով։ Ձեր պատշգամբից հնարավոր է տեսնել Երևանի ողջ գունաբնակը։ Այստեղ ստեղծվում են խոշոր ենթակառուցվածքներ, ինչպիսին են կանաչապատ տարազ, ընդարձակ ավտոհանգրվան, մեծ բակ, լողավազան, մեծ տենիսի կորտ, մարզասրահ եւ այլն։ Այս բազմաբնակարան համալիրը բաղկացած է 3 մասնաշենքերից՝ A, B եւ G։ A եւ B շենքերն ունեն 11 հարկ, G շենքը 5 հարկ։ Բնակելի համալիրի յուրաքանչյուր բնակարան աչքի են ընկնում դիզայներական առանձնահատուկ լուծումներով, որոնք կհեշտացնեն նոր բնակիչների իրենց բնակարանի վերանորոգման եւ ձևավորման բոլոր փուլերում, ինչպես նաեւ լիարժեք պատկերացում կստեղծեն ապագա տան ինտերիերի մասին։ Ընդհանուր համալիրում նախատեսված են 227 բնակարան, այդ թվում A շենքում 108 բնակարան, B շենքում 92 բնակարան եւ G շենքում 27 բնակարան։ Այս համալիրի բնակարանները ունեն տարբեր մակերեսներ։ A շենքի բնակարանների մակերեսներն են 45.2 քառակուսիմետրից մինչև 428.5 քառակուսիմետր։ B մասնաշենքի բնակարանների մակերեսը սկսվում է 45.8 քառակուսիմետրից մինչև 336.3 քառակուսիմետր։ Իսկ G մասնաշենքի բնակարանները 192 քառակուսիմետրից մինչև 721 քառակուսիմետր։ Հասանելի են բնակարաններ ինչպես 1 սենյականոց, 2 սենյականոց, այնպես էլ ավելի մեծ բազմասենյականոց բնակարաններ։ Այս համալիրի տեղակայման հիմնական առավելությունները կանաչ գոտիների մերձակայությունն է։ Համալիրը գտնվում է այգիների եւ զբոսայգիների կողքին, ինչը ստեղծում է հանգիստ ու առողջ միջավայր։ Համալիրի շրջանը առանձնանում է իր հանգիստ ու անվտանգ մթնոլորտով, հեռու աղմկոտ մայրուղիներից։
Համալիրը նաև երաշխավորված է զարգացման հեռանկարով։ Տարածքն արագ զարգացող է, ինչը բարձրացնում է կյանքի որակ եւ դարձնում անշարժ գույքի գնումը շահավետ ներդրում։ Համալիրը ունի պանորամային տեսարան։ Ընդարձակ ապակեպատ պատուհանները հնարավորություն են տալիս վայելելու քաղաքի շքեղ տեսարանը։ Նաև անպայման ուզում ենք նշել, որ այստեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Արարատ լեռը, հատկապես գրավիչ է լուսաբացին եւ մանրամուտի ժամերին։ Բնակարաններում առկա են լույսի առատություն եւ ընդարձակության զգացողություն։ Մեծ ապակեպատ պատուհանները ստեղծում են տաք եւ բաց տարածություն։ Համալիրը կառուցված է ժամանակակից եւ ամուր շինարարական նյութերից, որոնք ապահովում են երկարակեցություն, անվտանգություն եւ գեղագիտական գրավչություն։ Համալիրի մոնոլիթ կոնստրուկցիան ապահովում է բարձր ամրություն եւ երկարակեցություն։ Արտաքին եռաչափ պանելները երաշխավորում են ջերմա եւ ձայնամեկուսացում։ Համալիրի երեսպատումը կատարված է տրավերտինե քարով, որը շենքին հաղորդում է էլեգանտես եւ բարձր դիմադրություն արտաքին գործոնների նկատմամբ։ Համալիրի հատակները գրանիտե քարից են, ամուր են եւ էսթետիկ, որն էլ շեշտում է նախագծի բարձր որակը։ Համալիրում նախատեսված են կոմունիկացիաների ապահովում, ինչպիսիք են ջեռուցում, ջրամատակարարում եւ էլեկտրամատակարարում։ Այս համալիրի հարմարավետությունների եւ ենթակառուցվածքների շարքին կարելի է դասել երեխաների խաղահրապարակը, կանաչ եւ հանգստի գոտիները։ Այս համալիրում նախատեսված են նաեւ առևտրային տարածքներ, ինչպիսիք են խանութներ, սրճարաններ եւ գրասենյակներ։ Համալիրը ունի նաեւ երկհարկ ստորգետնյա ավտոկանգառ, նախատեսված 298 մեքենաների համար։ Առաջին հարկում 180 կայանատեղի, իսկ երկրորդ հարկում 118 կայանատեղի։ Շենքի շահագործման հանձնաժամկետը նախատեսված է 2025 թվականի ավարտը։ Կարևոր ենք համարում նշել, որ այս համալիրում բոլոր շինարարական աշխատանքները կատարված են շատ բարձր մակարդակի։ Ընդհանուր պատուհանների արտաքին գոգերը տրավերտինե քարից են։ Խորհրդատվության համար կարող եք կապ հաստատել Panorama Hills համալիրի մասնագետների հետ կամ ամրագրել էքսկուրսիա շինհրապարակում։ Տունտեղ հեռուստանախագծի այս հատվածում մենք խոսելու ենք առաստաղներից։ Այս եթերաշրջանի նոր գործընկեր Առաստաղ AM-ի կողմից ներկայացվող։ Այսօր առաջարկում եմ խոսել մեզ շատ հայտնի Armstrong առաստաղներից։ Այսպիսով, Armstrong առաստաղները տարածված կախովի առաստաղների տեսակ են, որոնք հիմնականում կիրառվում են գրասենյակներում, առևտրային կենտրոններում, դպրոցներում, հիվանդանոցներում եւ այլ հասարակական աշխատանքային տարածքներում։ Այն կարելի է կիրառել նաեւ բնակարաններում։ Հիմնական առավելությունների մասին եթե խոսենք, ապա անպայման պետք է նշենք էսթետիկ տեսքը։ Armstrong առաստաղները ստեղծվում են մաքուր եւ դասական ինտերիերներ, ապահովում են ձայնամեկուսացում, օգնում են նվազեցնել աղմուկը եւ բարելավել ակուստիկան։ Ջերմամեկուսացում են ապահովում, լավ նյութեր ընտրելու դեպքում կարող են օգնել էներգիախնայողության հարցում։ Շատ հեշտ տեղադրվում են եւ հեշտ սպասարկվում։ Կառուցվածքի մոդուլային բնույթի շնորհիվ առաստաղները հեշտությամբ կարելի է ապամոնտաժել եւ փոխարինել։ Կոմունիկացիաների թաքցնումը նույնպես հնարավոր է ապահովել այս առաստաղների միջոցով։ Հնարավորություն են տալիս թաքցնել լարերը, օդափոխության խողովակները եւ այլ ինժեներական համակարգեր։ Կառուցվածքի եւ տեսակի մասին խոսելիս անպայման ուզում եմ նշել, որ Armstrong առաստաղները կազմված են մետաղական շրջանակից եւ հատուկ կասետներից կամ սալիկներից, որոնք կարող են լինել տարբեր նյութերից։ Armstrong առաստաղները հարմար են գրեթե ցանկացած շինության համար, որտեղ անհրաժեշտ է արագ, արդյունավետ եւ գեղագիտական առումով գեղեցիկ առաստաղային համակարգ։ Եթե փնտրում եք որակյալ Armstrong առաստաղներ, ապա այցելեք Վարդանանց 69 դրոփինգ հասցեում տեղակայված Առաստաղ AM խանութ սրահ։